Սևրի հռչակավոր պայմանագիրը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց հենց այստեղ, Սևրի Պոլստրենի ազգային թանգարանի հենց այս սրահում։ Սուլթանի պատվիրակների կողմից ստորագրված փաստաթուղթը մերժվեց թուրքերի կողմից, ովքեր ճանաչում էին միայն Մուստաֆա Քեմալի կառավարությունը և կատեգորիկ կերպով հրաժարվեցին հռչակագրի դրույթներից ու բոլոր պայմաններից։ Հայ դիմադրողների և մարտիկների ազգային ասոցիացիայի կազմակերպած ոգեկոչման միջոցառումը մեծ արձագանքի արժանացավ հայկական համայնքում և ֆրանսիական կառավարական մարմիններում։ Ապացույցը հարյուրավոր ներկաներն էին և նրանց թվում Սևր ու Շավիլ քաղաքների քաղաքապետերը, ֆրանսիական կառավարության ներկայացուցիչներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, հայ համայնքի ակտիվ գործիչներ, ինչպես նաև ասորական, կիպրական ու քրդական համայնքների ներկայացուցիչներ։ Ցեղասպանությունը չի կարող և չպետք է մոռացվի, քանի որ դրա մերժումը կարող է բացել իր դռները նոր ոճրագործության առջև։ Ֆրանսիայի իշխանությունների համարձակ ու հստակ գործողությունները, որով հայոց ցեղասպանության ճանաչումն օրենքի ուժ ստացավ, պետք է օրինակ ծառայի եվրոպական ընտանիքի մյուս անդամների համար ևս։ Սևրի քաղաքապետը, ինչպես իրենց ելույթներում նշեցին շատերը, այն քաղաքական գործիչներից է, ով հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը նվիրված այս խաչքարը կանգնեցրեց այն ժամանակ, երբ Ֆրանսիան դեռևս օրենքի ուժով չէր ընդունել 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստը։ Վերջին 20 տարիների ընթացքում արդեն շատ լուրջալիք է բարձրացել հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Ուրախ ենք, որ այդ կապակցությամբ ակտիվ քայլեր են կատարվում ոչ միայն աշխարհասփյուռ հայերի, այլ նաև շատ երկրների կառավարությունների կողմից։ Ֆրանսիան իհարկե հպարտ է այն հայերով, որ ապրում են այս երկրում, որը շատերի համար դարձել է երկրորդ հայրենիք։ Մասնավորապես Սևրում առանձնակի վերաբերմունք կա հայերի նկատմամբ։ Պատահական չէ, որ այստեղ 2001 թվականին մենք տեղադրեցինք այս խաչքարը, որը բոլորիս հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին և դատապարտում դրա ուրացումը։ Սևրի թանգարանի առջև կազմակերպած միջոցառումով նաև հարգանքի տուրք էր մատուցվում Ֆրանսիայի ազատագրության համար պայքարած հայ կամավորների հիշատակին։